Վարչական գործերով այսուհետ քաղաքացիները ստիպված կլինեն ընկնել օրենսդրական շրջապտույտի մեջ։ Շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների եւ պարտավորեցման, գործողության կատարման եւ ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու տարբերակված մոտեցումը եւ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն։ Ինչ է նախագիծն իրենից ենթադրում եւ ինչ ակնհայտ խնդիրներ է բերելու իր հետ։ Առաջին հերթին վարչական ակտերի վիճարկման մեխանիզմի բարդացում եւ անձանց վրա համատարած լրացուցիչ բեռի ավելացում։ Անբավեր ճանաչված վարչական ակտերով բռնագանձված գումարների վերադարձի խնդիր, դատարանների եւ վարչական մարմինների ծանրաբեռնվածության աճ եւ մի շարք խնդրահարույց այլ կետեր։ Փաստաբանական համայնքը մտահոգ ստեղծված խնդիրների առկայությամբ օրեր առաջ կազմակերպել էր քննարկում կլոր սեղան ձևաչափով։ Քննարկման արդյունքում հնչեցին մի շարք դժգոհություններ, որոնք սակայն պատասխաններ չստացան, քանի որ նախագծի հեղինակները չէին բարեհաճել ընդունել հրավերն ու մասնակցել հիշյալ քննարկմանը։ Փոխարենը արդարադատության նախարարը տեսաուղերձով եւս մեկ անգամ փորձեց համոզել, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Սակայն անկախ մոլորեցնող եւ գեղեցիկ շարադրված նախադասությունների մեկ է սույն նախագիծը բառի բուն իմաստով այն մասին է, որ քաղաքացին պետք է մուծվի, անկախ նրանից ճիշտ է թե սխալ։ Հերթական աղմկահարույց եւ իրավական համակարգում հետ քայլ արձանագրող նախագիծը բոյկոտվելու է հնարավոր բոլոր եղանակներով։ Վստահ եղեք։ 2025 թվականի փետրվարին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների եւ պարտավորեցման, գործողության կատարման եւ ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու տարբերակված մոտեցումը եւ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն։ Հաշվի առնելով նախագծով առաջարկվող իրավակարգավորումների խնդրահարույց բնույթը, ինչպես նաև դրանց կապակցությամբ հասարակության եւ փաստաբանների կողմից օր-օրի աճող մասնագիտական դժգոհությունը, փաստաբանների պալատը կազմակերպեց քննարկում կլոր սեղան ձևաչափով։ Փաստորեն այն վարչական ակտերը, որոնք որ կայացվելու են անձանց նկատմամբ, գործելու են ամիջականորեն եւ դատարան դիմելը որևէ կերպ ուրեմն չի կասեցնելու դրա գործողությունը։ Որպեսզի հասնենք այդ իրավական հետևանքին, անձը պետք է որոշակի գործողություններ իրականացնի դիմի միջնորդությամբ վարչական դատարանին եւ հիմնավորի, որ իր նկատմամբ կայացած վարչական ակտը պետք է ուրեմն կասեցվի մինչեւ process-ը եւ դատարանն էլ դա պետք է հարգելի համարի, այսինքն ընդունելի համարի այդ տարբերակը թե ոչ։ Բայց մի կարևոր առանձնահատկություն ասեմ, որ ի տարբերություն մյուս դատական գործընթացների վարչական արդարադատությունը մեզ մոտ իրականացում է ի պաշտոնը, մենք իրավաբանները անվանում ենք սա ex officio արդարադատություն։ Գաղափարը հետեւյալն է. քաղաքացին գնում է վարչական դատարան առանց անգամ բավարար իրավաբանական գիտելիքների եւ հայցում է իր իրավունքները։ Այստեղ ի տարբերություն մյուս դատական գործընթացների պրոֆեսիոնալ ներկայացություն, պրոֆեսիոնալ մասնակցություն քաղաքացու համար չի պահանջվում։ Եվ օրենսդրական այնպիսի երաշխիքներ են դրված, որ դատարանը ի պաշտոնե պարզում է հաստական հանգամանքները եւ երաշխիքներից մեկն էլ այն է, որ դու դիմում ես դատարան, քո նկատմամբ կայացած վարչական ակտը կասեցվում է։ Հիմա եթե մենք հրաժարվում ենք այս կառուցակարգից, սա ես կարծում եմ ամբողջ կոնցեպտի ուրեմն կոնցեպտի շեղում է եւ խնդրահարույց իրավիճակի հանգեցնելու մեր քաղաքացիների համար։ Բարգավան, իսկ նախագծի հեղինակները ինչ են ասում, ինչպես են պատճառաբանում, թե որևիցե այս պահին։ Պատճառաբանում են, պատճառաբանությունը իրավաբանական բնույթի է, ավելի շատ ասում են մենք ունենք որոշակի, ուրեմն այդ կասեցումից այսօր օրենքով նախատեսված որոշակի բացառությունները այնքան շատ են, եկեք հակառակը անենք, եկեք թող լինի բացառությունը այլ տեսանկյունից, այսինքն թող վարչական ակտը չկասեցվի, մենք բացառություններով մտածենք ոնց կարող ենք կասեցնել։ Իհարկե, այս մոտեցումը ես կարծում եմ այդքան էլ արդարացիչ չի։
Նախագծի հիմնավորման մեջ բացակայում է կոնկրետ եւ համապարփակ բացատրություն, թե ինչ գործնական կամ իրավական խնդիրների լուծման նպատակով է առաջարկվում այս փոփոխությունը։ Հիմնավորման մեջ ներկայացված են որոշ երկրների փորձառությունները, մասնավորապես Էստոնիա, Մոլդովա, Ուկրաինա, Գերմանիա, Բուլղարիա, սակայն դրանք ներկայացված են իրավական համեմատության տեսքով, առանց հիմնավորման, թե ինչու Հայաստանը պետք է որդեգրի նման համակարգ, պարզ չէ։ Հայաստանի վարչական դատավարության առանձնահատկությունները եւ պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները հաշվի չեն առնվել։ Այս առումով հատկանշական է, որ մենք ուսումնասիրեցինք նաեւ դատական դեպարտամենտի կողմից հրապարակված վիճակագրական տվյալներ վերջի շրջանի 2022, 23 եւ 24 թվականներ։ Մոտավորապես այսպիսի տարիների ցուցանիշներ 78%-անով դրական արդյունք ունի։ Սա խոսում է հարգելի գործընկերներ այն մասին, որ առնվազն այս հայցատեսակների մասով դատարանները արձանագրում են անորակ վարչարարություն։ Հետևաբար ամենևին էլ տրամաբանական է եւ իր նպատակին է ծառայում այո հենց վարչական ակտերի կասեցումը, քանզի մենք ունենք նմանատիպ արձանագրում։ Վերջին շրջանում 22, 23 թվականի եւ 24 թվականներին մենք ունենք հետաքրքիր դինամիկա։ 24 թվականին կրկնակի անգամ, ուրեմն շատացել է քաղաքացիների դիմումը դատարան վարչական այցերով։ Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ արդյունավետ այս առումով, ստացված արդարադատություն է իրականացվում եւ քաղաքացիները ստանում են դրական արդյունք։ Եթե վիճարկման հայցը այլևս ավտոմատ կերպով չի կասեցնելու վարչական ակտի կատարումը, ապա հայցվորը յուրաքանչյուր դեպքում ստիպված կլինի լրացուցիչ միջնորդությամբ ապացուցել, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը անհրաժեշտ է, ինչը մասնագետների խոսքով զգալիորեն բարդացնելու է վարչական ակտերի վիճարկման գործընթացը։ Այդ թվում ծախսելու է լրացուցիչ ռեսուրսներ եւ ֆինանսական միջոցներ, նաեւ ներկայացուցչին համապատասխան չափով վարձատրելու նպատակով։ Բացի այդ, դատարանը կարող է հայցի ապահովման միջնորդությունը մերժել, ինչը կնշանակի, որ վարչական ակտը կկատարվի մինչև դատական վերջնական որոշումը, նույնիսկ եթե այդ ակտը հետագայում ճանաչվի ոչ իրավաչափ։ Վարչարարության արդյունքում ծնվեց վարչական ակտ, որը քաղաքացու համար ստեղծեց իրավունք կամ պարտականություն։ Հիմա քաղաքացին դժգոհ է եւ ունի դատարան դիմելու իրավունք։ Դիմում է դատարան։ Վարչական դատավարությունը նույնպես նախատեսել է կառուցակարգեր, որոնք զսպում են վարչական բաժնի առավելությունները։ Դրանցից մեկ օրինակ ի պաշտոն է գործելու, էքսօֆիսը գործելու դատարանի պարտականությունը, այսինքն դատարանը չի կաշկանդվում դասական մրցակցության կանոններով եւ ինքնուրույն ի պաշտոն է փորձում է փաստերը պարզել։ Այլ կերպ ասած ճշմարտությունը փորձում է ինքը պարզել։ Եվ եթե քաղաքացին, օրինակ, որ իր կենսաթոշակի համար դիմել է դատարանին եւ չունի այդ գիտելիքները եւ այդ հմտությունները, այս դեպքում դատարանը ինքը կարող է, այսպես ասած, այդ քաղաքացու փոխարեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ ապացուցման բեռներ դրվում է վարչական մարմնի վրա։ Սա հենց այդ առավելությունները սահմանափակող կառուցակարգերից մեկն է։ Դրանցից մեկը նաև այս վարչական ակտի կասեցման ինստիտուտն է, որը ինչ է նշանակում։ Նշանակում է, որ երբ որ քաղաքացին դիմում է դատարան, վարչական ակտը դիցուկ իր նկատմամբ տուժ է կիրառվել այդ վարչական ակտը վիճարկելու հարցով, ապա այդ վարչական ակտի կատարումը օրենքի ուժով կասեցվում է։ Չի գործում այդ անբարենպաստ հետևանքը քաղաքացու նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը իր վերջնական խոսքը չի ասել։ Հիմա այս մոտեցումը այսօր կառավարությունը փորձում է վերացնել։ Այսինքն ասում է քաղաքացին, որ ես առավելությունից այս առավելություն եմ տալիս վարչական մարմնին, հիմա նույնիսկ եթե անհիմն ուրիշ բառերով չբնորոշեմ, ակտ է ընդունվել, դու տար վճարի այդ գումարը, այսինքն այդ լրացուցիչ ծախսը կրի, դրանից հետո եթե կպարզվի, ես այլ կերպ այդ հարցը կլուծեմ։ Այսինքն քաղաքացուն ի սկզբանե դնում է վատ վիճակի մեջ։ Երբ որ բարեկային ծառայողը տուգանում էր քաղաքացին ինչ էր անում, գնում էր դատարան, բողոքարկում էր եւ այդ ընթացքում կարող էր հանգիստ լինել, որ վճարելու պարտականություն չունի այդ վարչական ակտի տուգանքի օրինակ, այս դեպքում արդեն պետությունը առաջարկում է, այսինքն նախատեսում է, որ նույնիսկ եթե դու գնաս դատարան եւ բողոքարկես վարչական ակտը, դու ստիպված պիտի լինես մինչեւ բողոքարկումը կատարես դրա պահանջները, վճարես օրինակ տուգանքը,
հետո նոր միայն արդեն վիճարկես եւ եթե օրինակ վերջում պարզվի, որ դու ճիշտ ես, իսկ պետությունը սխալ, պետությունը դիմես պետությանը եւ խնդրես, որպեսզի քո գումարը ետ վերադարձնի։ Ես որպեսզի հասկանանք, թե որտեղից ենք եկել այս կետին, ուզում եմ նախապատմությունը ներկայացնեմ։ Ի սկզբանե այսպես էր, երբ որ պետությունը տուգանում էր քեզ, պիտի դրանից հետո եթե չվճարեիր ակտը, գնար այսպես դատարան եւ բռնագանձեր քեզնից այդ գումարը։ Հետո հանեցին դա, ասեցին, եթե 2 ամսվա ընթացքում դու չես բողոքարկում, մենք մեխանիկորեն կգնանք քեզնից կվերցնենք այդ գումարը։ Դա մի հետ քայլ էր։ Դրանից հետո ասեցին, որ պիտի միջև դատարան դիմելը անպայման բողոքարկես վարչական վերադասության կարգով։ Այսինքն մի հատ էլ խոչընդոտ ավելացրեցին, եւս մեկ քայլ այսպես հետընթաց արեցին, դրա հետ էլ հաշտվեցինք։ Հետո մյուս քայլով փաստաբանների այսպես վճարը բարձրացրեցին, հարկը ավելացրեցին, այդպիսով ավելի ծանրացնելով քաղաքացու բեռը, այսինքն այնպես անելու, որպեսզի երբեք չուզի ամեն ձև անենք, որ անձը չուզի իր պաշտպանությանը դիմի։ Դրանից հետո պետական տուրքը սահմանեցինք, եթե օրինակ նախկինում ՃՈ ակտերով կամ բարեկային ծառայության ակտերով չէր նախատեսվում պետական տուրք, հիմա արդեն դատարան դիմելու համար պիտի սկզբից պետական տուրքը վճարես, հետո գնաս դատարան վիճարկես։ Հիմա դա էլ մտցրեցին, այսինքն եւս մեկ խոչընդոտ, եւ վերջում արդեն պետական տուրքը ավելացրեցին, այսինքն այն ժամանակ, որ ցածր էր այդ գումարները, դրանք բարձրացրեցին։ Այսինքն միտումը այնպես է, որ ամեն կերպ այնպես անենք, որ մարդիկ հրաժարվեն դատարան գնալուց, այսպես այնքան գլխացավանքը մեծ լինի, որ էլ չգնան դատարան, ասեն դե ավելի լավ է մուծենք ակտը, քան գնանք դատարան։ Հայցի ապահովման միջնորդության անհրաժեշտությունը հայցվորների վրա կդնի լրացուցիչ դատավարական բեռ, թե փաստաբանական ծառայությունների, թե ապացուցման բարձրացված չափանիշների տեսանկյունից։ Ֆիզիկական անձանց եւ իրավաբանական անձանց համար այս փոփոխությունը կարող է հանգեցնել իրավիճակների, երբ վիճարկվող տուգանքները կամ այլ վարչական ակտերով նախատեսված ֆինանսական պարտավորությունները պետք է կատարվեն մինչև դատարանի վերջնական որոշումը, ինչը կարող է նրանց հասցնել ֆինանսական վնասներ։ Ակտերի հեղինակներում, ասենք, կառավարության գերատեսչություններում հարցերքը չի ձախձերքը ինչ ալմանի, որովհետև եթե մի կողմից խստացնում ենք, ապա մյուս կողմից առնվազն պետք է իրավունք թողենք եւ հնարավորություն թողենք, որ այդ փոքր բիզնեսը օգտվի ու կարողանա այդ ծառայություններից օգտվի, կարողանա գոնե առնվազն իր շահերը պաշտպանել։ Բնականաբար լրիվ կիսում եմ ու հաստատում եմ այն դեպքը, որ հակառակը չպետք է խստացնել, արդեն պրոֆեսիոնալ իրավաբանները ներկայացրեցին ընդհանուր թե միջազգային փորձեր բանն, եւ այստեղ այո, ես շատ համաձայն եմ, որ ավելի շատ կարծում եմ պետությունը պետք է ռեսուրս ծախսի իր վարչական գործառույթների որակի բարձրացման եւ ոչ պետական ամեն ինչ տանենք դատավորների վրա դիտը ու այդտեղ մի քիչ փորձ ունեցել եմ վարչական մարմնի աշխատանքի ու այդտեղ բանով բնավոր նշեցիք շատ դեպքերում վարչական մարմինը շատ վտանգավոր է իր գործառույթներով եւ լիազորություններով, դրա համար շատ դեպքերում ուզում են իրենք ավելի շատ լիազորություն են, որ իրենց որոշումը այդ ժամանակ չունեն ծախսենք ու այդպես օրինակ ասենք վերեք աշխատանքային իրավունքը, որը 21 թվականից վերականգնվել է մեր երկրում որպես գոհություն, այնտեղ ըստ հաստիքի ընդհանրապես 100 հաստիկ է աշխատանքի տեսուչ, բայց զուգահեռ տեսնում ենք, որ կառավարությունը անդադ այսպես ասած լավագույն ցուցանիշներով հպարտանում է, որ 750,000-ի շեմը անցավ վարձու աշխատողների, բայց այնտեղ ոչինչ չի փոխվել։ Ենթադրում եմ, պատկերացնում եք, թե այնտեղ ակտերի որակը արդեն ինչ արագությամբ պետք է տեսուչները։ Նախագծի հիմնավորման մեջ բացակայում է պատճառաբանված վերլուծություն այն հնարավոր ռիսկերի վերաբերյալ, որոնք կարող են առաջանալ դրա ընդունման արդյունքում։ Վերջին տարիներին դատական վիճակագրությունը վկայում է, որ վարչական ակտերի իրավաչափությունը հաճախ է դառնում վիճարկման առարկա, եւ դրանք դատարանների կողմից անվավեր են ճանաչվում։ Նախկին գործող օրենսգրքի հեղինակները առաջարկվող նոր նախագիծը շատ հետադիմական բնորոշեցին, շեշտադրելով այն բոլոր խնդիրները, որոնք առաջացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ։ Հետադիմական է եւ այն առումով, որ շատ լուրջ խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ, սրանք ես մանրամասն կանդրադառնամ, եւ քաղաքական տեսանկյունից իսկապես նպատակահարմար չէ, որովհետեւ ցանկացած օրենսդրական փոփոխություն պետք է ունենա ռացիոնալ հիմք, ռացիոնալ հիմնավորում, թե ինչու է անհրաժեշտ
օրենսդրական այս կամ այն դրույթի փոփոխությունը այն հիմնավորումները, որոնք ներկայացված են այս նախագծի հետ կապված, չեն կարող հիմնավորումներ կոչվել, որովհետև ա. ուղղակիորեն հակասում են ձևական տրամաբանության կանոններին, այսինքն չեն ապացուցում այն ինչին, որ պետք է միտված լինել հիմնավորումը, թե ինչու է անհրաժեշտ, եւ բ. այդ հիմնավորումներում մատնանշված միջազգային փորձը բոլորովին էլ չի վկայում այն մասին, որ նման փոփոխություն անհրաժեշտ է եւ առաջարկված նախագիծը գնում է հենց այդ միջազգային փորձի ուղղությամբ։ Նա զարմանալի է, որ հիմնավորման մեջ ընդհանրապես սահմանադրության վերաբերյալ ոչինչ չի ասվում, չնայած սա մի օրինագիծ է, որը ուղղակիորեն սահմանափակում է արդար դատաքննության յուրաքանչյուր ոգի իրավունք։ Մեր սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասը հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Արդյունավետ բառը ընդգծում եմ, որովհետև դատական պաշտպանությունը միայն այն բանի ձևական ապահովումը չէ, որ մարդը կարող է դիմել դատարան, դատարանը հետո որոշի։ Արդար ուրեմն դատական եւ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը իր մեջ ներառում է նաեւ նախնական դատական պաշտպանության հիմքեր եւ նախնական դատական պաշտպանության կարևորագույն բաղադրիչներից մեկը հենց վիճարկման հայցի պարագայում այդ ընդունված վարչական ակտի կասեցման ինստիտուտն է։ Իսկ հիմնավորման մեջ ասում է, որ ըստ էության քանի որ կա հայցի ապահովման ինստիտուտ, ապա դա բավարար է եւ նաեւ վիճարկման հայցի պարագայում կարելի է ընդհանրապես օգտվել այս հայցի ապահովման ինստիտուտից։ Այստեղ օրինագծի հեղինակները իսկապես կամ չեն հասկացել կամ դիտավորյալ կերպով չեն ուզեցել տեսնել այն արմատական տարբերությունը, որը կա այս երկու ինստիտուտների միջև եւ որն է գալիս է նաեւ նրանից, որ մենք գործ ունենք ոչ քաղաքացիական դատավարության հետ, որտեղ կողմերը իրավահավասար են, երկու արձանագրված մասնավորի միջև իրավահավասար մասնավորի միջև վեճի մասին է խոսքը, այլ տվյալ պարագայում խոսքը գնում է պետություն գից քաղաքացի հարաբերությունների մասին, որտեղ հավասարության մասին, ուղղակի հավասարության մասին խոսելը ավելորդ։ Նախագիծը կարող է հանգեցնել քաղաքացիների դատավարական պաշտպանվածության նվազման, վարչական մարմինների եւ դատական համակարգի հավելյալ ծանրաբեռնվածության։ Հարկային տուգանելը հարուստ կազմակերպության եւ այդ տուգանքը վճարելը չի առաջացնում ծանր հետևանքներ, ապա հարուստ կազմակերպությունը պետք է վճարի։ Եթե տուգանել ենք ավելի փոքր կազմակերպության կամ ֆինանսական ծանր վիճակում գտնվող կազմակերպության, այդ ժամանակ կարելի է քննարկել, արդյոք ծանր վիճակում կհայտնվի թե չէ։ Եթե ճանապարհային ու բարեկային ծառայությունը տուգանել է համեմատաբար վարվող ֆինանսական վիճակում գտնվող անձի, այ լավ է, թող ինքը վճարի։ Եթե ինքը փող չունի ընդհանրապես համապատասխանաբար թող չվճարի, հետևաբար մենք գալիս ենք մի հատ իրավիճակի, որ իրականում տարբեր կոնցեպտների մասին ենք խոսում։ Բացի նրանից, որ բովանդակային տարբեր բաներ են կասեցումը եւ հայցի ապահովումը, իրականում հայցի ապահովման կիրառման հիմքեր չկան, ավել հիմք չի դրված ուղղակիորեն։ Հələ մենք ուրիշ անեկդոտ կարող ենք հիշել, հա որ ամեն ինչ նույնը մնաց, թղթավորությունն է շատացել, այսինքն դա ենթադրում է հայցի ապահովման միջնորդություն, դատարանի կողմից բավարարում կամ մերժում, բավարարելու մերժելու դեպքում կախված հանգամանքներից բողոքարկելու հնարավորություն, այսինքն էապես ծանրացնում ենք դատարանի ծանրաբեռնվածությունը, էապես բարձրացնում ենք դատարանի ծանրաբեռնվածությունը։ Ինչը էլ ավելի է խորացնում խնդիրից։ Խնդիրը որտեղ է։ Խնդիրը շատ բարձր մի տեղ է։ Դատավորների քանակը պետք է ավելացնել 5 անգամ, 6 անգամ, 7 անգամ, որովհետև պետության պարտավորությունն ապահովել ողջամիտ ժամկետում դատական պաշտպանությունը։ Կարող է պետք չի 7 անգամ ավելացնել, պետք է վարչարարության որակը բարելավել, որ այս քանակի գործերը չգնան դատարան եւ համապատասխան դատարանում չբողոքարկվեն, բավարարվեն դրանից հետո առաջացող հետևանքներով։ Որովհետև ինչ է ասում պետությունը նվել նախագծով, ասում է շատ պարզ բան, ասում է դատական process-ը տևում է արագ, դանդաղ այդերողություն տևում է դանդաղ երկար, ով պետք է կրի այդ ռիսկը։ Ասում է ես չեմ ուզում կրել, դու կրեք այդ ռիսկը։ Չնայած պարտավորությունը հենց անելու, որ դա երկար չտևել իմ վրա է։ Ահռի գործողության մեջ ունենք նմանատիպ մեխանիզմ, վառ օրինակ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը։
որևէ մեկը ունի ստատիստիկա, թե այդ օրենքը փոփոխվելուց հետո ինչ դինամիկա է արձանագրել մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից կայացված ակտերի դատական բողոքարկում։ Ես կարող եմ համոզվածորեն պնդել, որ այդ ստատիստիկան ցուցադրելու հետևյալ միտում, որ դատարան տարվող բողոքները փչացել են եւ շատացել են վարչական կարգով լուծումները, մասնավորապես օրինակ համաձայնությունը տուգանվել ինչ-որ չափով եւ վարչական վարույթը դրանով ավարտելու։ Այսինքն մենք այս մեխանիզմը փորձում ենք կիրառել նաեւ մեր հասարակության կյանքի մնացած ոլորտներում։ Ինչի է սա վերելու։ Սա վերելու է այն քաղաքականության շարունակմանը, որ պարոն Զորաբյանը իմ կարծիքով ճիշտ նշեց, քաղաքականություն կարգավորման գնում է ամբողջովին վարչական լծակներով։ Իսկ եթե մենք նայենք ընդհանուր իրավունքի պատմությունը, ապա նման քաղաքականության շարունակությունը ենթադրում է, որ մասնավոր հատվածը արտոնություններ եւ թույլտվություններ ստանալու համար պետք է սերտորեն փոխկապակցված լինի պետական եւ այլ մարմինների հետ, որպեսզի կարողանա շարունակի իր ձեռնարկատիրական գործունեությունը։ Հետևաբար կարծում եմ այս տեսանկյունից ելնելով մենք պետք է հասկանանք, որ այն քաղաքականությունը, որ պետք է բացառվի կոռուպցիան, պետք է դուրս գան հանրության համար այլ արատավոր երևույթները, այս նախագծի շրջանակներում ընդհանրապես հակասում է եւ վերևում է հակառակ էֆեկտ։ Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Ալա Եղիազարյանը քննարկման ժամանակ ընդգծեց, որ նախագծի վերաբերյալ դատական դեպարտամենտը իր դիտարկումները եւս կատարել է արձանագրելով որոշ առարկություններ։ Անհանալով նախագծի հիմնավորմանը եւ նախագծին դատական դեպարտամենտի կողմից եւս ներկայացվել են համապատասխան առարկություններ։ Իհարկե գիտեք, որ շրջանառությունը եւս ապահովում է դատական դեպարտամենտը, որպեսզի դատարանները եւս իրազեկված լինեն, ինչ նախագիծ կա, որ կարող է վերաբերել դատական իշխանությանը։ Նշեմ, որ վարչական բոլոր ատյանի դատարաններից, ինչպես Վճարբեկ դատարանից, այնպես էլ Վերաբնիչ վարչական եւ վարչական դատարաններից ստացվել են տարբեր առարկություններ, ըստ էության դրանցով ներկայացվել են այնպիսի առարկություններ, որոնցով որ հիմնավորվում է գրեթե այն նույն առարկությունները, ինչ որ ներկայացվեցին այսօր ըստ էության որոշ կրկնություններով կամ առարկական չորտարություններով, բայց բովանդակային առումով դատարանները առարկել են։ Դատական դեպարտամենտը եւս ներկայացրել է առարկությունները։ Կարծում եմ, որ նախագիծը մշակողի կողմից լավ կներ, որ այսօր լսենք կարծիք, ցավոք այդ հնարավորությունը այսպես կարծես չունենք, սակայն ներկայացված առարկությունները հիմնավորները կարծում եմ որոշակի դեպքում կարող են եւ առաջացնել։ Եթե անգամ քաղաքացին ստիպված լինի հաղթահարել այս ստեղծված դժվարին ճանապարհն ու ի վերջո հասնի արդար դատաքննության, ապա կրկին կանգնելու են նախապես վճարված գումարները ետ ստանալու խնդրի առաջ։ Եվս մեկ խոչընդոտ է, այսինքն մի հատ էլ վերջում ես պիտի պետտուրք մուծեմ, փաստաբանի վճար վճարեմ, տուգանքը վճարեմ, գնամ դատարանում հաղթեմ, դրանից հետո մի հատ էլ գամ պետությանը, ասեմ իմ գումարները հետ վերադարձրեք, իսկ պրակտիկայում վստահաբար ձեզ ասում եմ, դա այնքան մեծ գլխացավանք է պետությունից կամ օրինակ համայնքապետարանից գումար հետ վերցնելը, որ պարզապես մարդու համար մի հատ մեծ խոչընդոտ է դառնալու, այսինքն ամեն կերպ այնպես ենք անում, որ մարդիկ իրենց իրավունքներին պաշտպանությունը չգնան։ Նախագծի հեղինակները հրավիրվել էին նախաձեռնված քննարկմանը, սակայն չէին ներկայացել։ Ինչպես պարզվեց, փաստաբանների պալատի կողմից քննարկմանը մասնակցելու հրավերներ էին ստացել նաև Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, սակայն կողմերից որևէ մեկը քննարկմանը ներկա չէր։ Հարց է առաջանում, թե ինչու քննարկումից խուսափեցին բոլորը, այդ թվում դրա պատասխանատու անձինք չունեին ասելիք, թե գուցե վախեցան լրագրողների ներկայությունից։ Սրանք ենթադրություններ են, որոնք կարող էին փարատվել, եթե Արդարադատության նախարարությունը արձագանքել լրատվամիջոցների հարցերին։ Սակայն ի զարմանս բոլորի ընտրեց ընդհանուր բնույթի ելույթով անդրադառնալ ստեղծված քննարկումներին տեսանյութի միջոցով։ Սիրելի մասնագետ գործընկերներ եւ քաղաքացիներ, հիշեցնեմ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի այն կարգավորումը, ըստ որի դրամական պահանջ կամ տուգանք պարունակող վարչական ակտը դատարանում բողոքարկվելուց հետո չի դառնում անբողոքարկելի եւ այդպիսինը դառնում է միայն վերջնական դատական ակտի կայացումից հետո։
Այսինքն, հայտարարություններն այն մասին, թե նախարարությունը նպատակ է հետապնդել ստիպել քաղաքացիներին կամ տնտեսավարողներին վճարել վարչական ակտերով սահմանված տուգանքները եւ հետո դիմել դատարան, իրականությանն ուղղակի չեն համապատասխանում։ Նախագծի նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիներին այն անբարեխիղճ անձանց գործողություններից, որոնք վտանգում են հանրային շահերը։ Տուգանքի հետ չկապված մյուս բոլոր վարչական ակտերի պարագայում նախագիծը նախատեսում է հնարավորություն, որպեսզի վարչական ակտի բողոքարկման պարագայում վարչական ակտի գործողությունը ավտոմատ կերպով չկասեցվի։ Այդ վարչական ակտերը կարող են վերաբերել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող անձանց։ Օրինակ, կարող են վերաբերել առերևույթ անբարեխիղճ ֆինանսական կազմակերպության գործունեության կասեցմանը, առերևույթ անբարեխիղճ սննդի օբյեկտի գործունեության կասեցմանը, առերևույթ անբարեխիղճ շինարարական կազմակերպության գործունեության կասեցմանը եւ այլն։ Ասվածն ամենևին չի նշանակում, որ այս բոլոր դեպքերում անձինք զրկված են լինելու վարչական ակտի գործողությունը կասեցնելու հնարավորությունից։ Դրա համար միայն անհրաժեշտ է լինելու, որպեսզի կողմը դատարանին ներկայացնի միջնորդություն վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ, դրանով դատարանին հնարավորություն տա քննարկել միջնորդությունը հաշվի առնելով դրա հիմքում ընկած բոլոր օբյեկտիվ հանգամանքները եւ կայացնել անաչառ որոշում։ Սույն թեմայի վերաբերյալ այսօր քննարկումները շարունակվում են տարբեր գերատեսչություններում։ Նմանատիպ քննարկում իրականացվել է էկոնոմիկայի նախարարությունում, որտեղ մի շարք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ սույն օրենքի վտանգավոր դրույթների վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ Զրույցի ընթացքում մի շարք առաջարկներ են հնչել ճանապարհատրանսպորտային գործերով տուգանքների եւ հարկային մարմնի կողմից առաջադրված պարտավորությունների մասով։ Առաջարկվել է ավտոմատ կասեցման համակարգը գործի դնելու, իսկ մնացյալ մասով լուծումը թողնելու դատարանի որոշմանը։ Սակայն ի վերջո սույն զրույցն ավարտվել է նախագծին բացասական կարծիք հայտնելով եւ որոշում է կայացվել քննարկումը շարունակել հաջորդիվ։ Հույս ունենանք կազմակերպությունների եւ գերատեսչությունների մտահոգությունները կմեկտեղվեն հանրային մեծ քննարկման շրջանակում եւ կունենանք օրենքի մի նախագիծ, որը զերծ կպահի քաղաքացիների համար հնարավոր հավելյալ անբարենպաստ հետևանքներ առաջացնելու մեխանիզմներից։